Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք կարտոֆիլե բնիկների մեջ հավի միս։ Կերակուրը պատրաստելու համար մեզ հարկավոր են հավի անոսկար բտիկներ, բանջարեղեն, կաթի սերուցք, կարագ, յուղոտ պինդ պանիր, պարմեզան պանիր, կարմիր կիսաանապատ գինի, արտ ֆուդ, համի արվեստ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մառանիք։ Սրանք են հիմնական բաղադրիչները։ Սկսում ենք կարտոֆիլից։ Տեղադրում ենք տախտակը։ Վերցրել եմ 5 միջին չափսի կարտոֆիլ, նախ խաշելու ենք, հետո վերածելու ենք խյուսի։ Կացայով արդեն ջուրը դրված է կրակին։ Կտրատենք մանր, թող արագ եփվի կարտոֆիլը։ Միջին կտորների, ոչ թե մանր, այլ միջին կտորների կտրատենք, թող արագ եփվի։ Համեմում ենք եռացող ջուրը աղով, մառանիք ընկերության, մի փոքր էլ շաքարավազ ենք ավելացնում, այդպես ավելի արագ կեփվի։ Անցնենք առաջ, այժմ մսով խճողակի համար հարկավոր է սոխառած անել։ Կրակին հայտնվում է տապակը։ Մի քանի կաթիլ ձիթայող ենք լցնում, դուք կարող եք վերցնել ուղղակի բուսայող։ 1 գլուխ սոխը կտրատում ենք մանր և տապակում։ Սոխը անմիջապես սովորության համաձայն համեմում ենք մառանիք ընկերության շաքարավազով, աղով և սոդայով։ Այդպես ենք անում, որ սոխը ավելի նրբահար դառնա։ Սոդան շատ չանեք։ Մյուս բաղադրիչը դա գազարն է։ Մեկ փոքր գազար կտրատում ենք, չնայած ինչ ենք կտրատում, կարելի է քերել։ Կամ քերեք, կամ մանր կտրատեք։ Կքերեմ մեծ անցքերով։ Մյուս բաղադրիչը պղպեղն է, քաղցր և կծու, սրանք էլ կտրատում ենք մանր։
Իսկ կծու չիլի պղպեղը կկտրատեմ օղակների։ Այժմ տեսնենք ինչ ենք անում հավի բդիկների հետ։ Հանենք այն, ինչ կարող է մեզ պետք գալ։ Վերցրել եմ կես կիլոգրամ հավի անոսկա բդիկներ։ Սրանք աղալու ենք, կտրատում ենք այժմ հարմար կտորների։ Բդիկների հետ առաջարկում եմ աղալ նաև 3 փճեղ սխտոր։ Անմիջապես փոխում ենք դանակը և տախտակը։ Հենց միսը գույնը փոխեց, կավելացնենք կարմիր կիսաանապակ գինի, մոտ 50 մլի։ Վերցնում ենք նոր տախտակ, նոր դանակ և մշակում ենք Art Food ընկերության կեղևահանված լոլիկ սեփական հյութում, այսինքն սեփական հյութից հանում ենք լոլիկը և կտրատում։ Այն պատրաստված է տեղական լոլիկից։ Կամ լոլիկով երևի ավելի ճիշտ է։ Կտրատում ենք մանր 3 լոլիկ և ավելացնում ենք խճողակին։ Ավելացնում ենք նաև Art Food ընկերության պարածոյացված կանաչ ոլոր և եգիպտացորենի հատիկներ։ Ոլորից կվերցնեմ
6 8 ճաշի գտալ։ Մի այդքան էլ եգիպտացորենի հատիկներից։ Կավելացնեմ նաև Art Food ընկերության աջիկը 2 ճաշի գիտալ։ Կհամեմեմ Մարանիկ ընկերության 4 պղպեղով և չորացրած սամիթով։ Թող եփվի, հեղուկը պակասի։ Իսկ մենք վերադառնանք կարտոֆիլին։ Ջրքամում ենք։ Լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Համեմում ենք Մարանիկ ընկերության քրքումով։ Այստեղ էլ կօգտագործեմ չորացրած սամիթը, կարտոֆիլի հետ այն համահունչ է, մի փոքր աղ, Մարանիկ ընկերության, մոտ 30 գրամ կարագ, շերտերի վերածած, որ արագ հալվի։ Եվ տրորում ենք։ Վերածում ենք խյուսի։ Ավելացնում ենք 50 մլի կաթի սերուցք, պարմեզան պանիր, քերած 15 գրամ, դուք քո գործը արեցիր, մի լավ տրորեցիր, ազատ ես։ Օգնության է գալիս սիլիկոնե բահիկը։ Կավելացնեմ Մարանիկ ընկերության հնդկաձավարի ալյուր։ Երեք ճաշի գտալ։ Երեք ճաշի գտալ։ Յուղոտ պինդ բանիր են կերում, հենց այս կերիչով, որով գազար են կերել։ Կվերցնեմ 150 գրամ յուղոտ պինդ բանիր։ Կքերեմ մանրանցքերով։
գրեթե հեղուկը գոլոշիացել է։ Մի փոքր էլ թող տապակվի։ Պանրի մի փոքր մասը, ասենք 1/3-ը ավելացնում ենք կարտոֆիլի խյուսին։ Խյուսը այսպես գթալի օգնությամբ բաժանում ենք 4 մասի, վերցնում ենք ջեռոցի տապակը, յուղում ենք այն, յուղում ենք նաև ապակյա փոքրիկ թասիկը, կասեմ թե ինչու, դեռ գաղտնիք է, վերցնում ենք 1/4-ը, ձեռքեն էլ կարելի է յուղել, որ չկպչի, կարտոֆիլի խյուսին, նախ ձեղբավորում ենք գունդ, տեղադրում ենք ջեռոցի տապակի մեջ, այսպես 1/4-ով և թասիկով խոռոչ ենք բացում։ Մնացած գնդերն էլ կդնենք, նոր խոռոչները ավելի ընդգծված կբացենք։ Կարելի է նաև օգնության կանչել մատներին, մատներով բացել խոռոչը։ Վերջ, կրակը անջատում ենք։ Իդեպ այս խճողակը կարելի է օգտագործել նաև վրան ձուկ գցել, ուտել, կարկանդակների միջուկ կարող է աշխատել, այնպես որ ոչինչ որ շատ է ստացվել։ Մի փոքր պանիր ենք շաղ տալիս խոռոչների մեջ։ Ալյումինաթղթից բաժանարար պատեր եմ պատրաստել, որ գնդերը չխառնվեն իրար, այսպես տեղադրում ենք։ Կամ կարող եք ավելի մեծ տապակ վերցնել, այսպես ազատ թող ամեն գունդը իր տարածք ունենա։ Եվ խճողում ենք։ Վրաները շաղ ենք տալիս Մառանիկ ընկերության քունջուտ, մնացած պանիրը դնում ենք վրաները և ուղարկում ջեռոց։ Գնդերը ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը կմիացնեմ 190 աստիճան և կեփենք կերակուրը մոտ 17 րոպե։ Պանիրը կհալվի, կվարդագունի և կմնա մատուցել։ Կարտոֆիլե բնիկների մեջ հավի միս։ Եռացող ջրին 2 ական պտղունց աղ և շաքարավազ ավելացնել, կլպած և կտրատած կարտոֆիլները խաշել։
Եփված կարտոֆիլը ջրքամել, համեմել քրքումով, չորացրած սամիթով, աղով, կարագ դնել, խյուսի վերածել, կաթի սերուցք, քերած պարմեզան պանիր, հնդկաձավարի ալյուր, 50 գրամ քերած յուղոտ պինդ պանիր ավելացնել, լավ խառնել։ Խճողակի համար ձիթայղով սոխերած անել, անմիջապես համեմել աղով, շաքարավազով եւ սոդայով։ Հավի փափկամիս եւ սխտոր միասին աղալ։ Սոխերածին քերած գազար, մանր կտրատած քաղցր եւ կծու պղպեղներ ավելացնել, լցնել աղացած միսը, խառնելով տապակել։ Հենց միսը գույնը փոխի, կարմիր կիսաանապակ գինի ավելացնել։ Պահածոյացված լոլիկներ կտրատել, ավելացնել խճողակին, պահածոյացված կանաչ ոլոր, եգիպտացորենի հատիկներ, աջիկա լցնել, համեմել 4 պղպեղ համեմունքով, չորացրած սամիթով։ Կարտոֆիլի զանգվածից 4 գունդ ձևավորել, դնել ջերմակայուն կաղապարի մեջ, դրանցում խոռոչ բացել, խոռոչի մեջ քերած յուղոտ պինդ պանիր դնել, խճողակ լցնել, քունջուտ շաղտալ, քերած պանիր դնել, 190 աստիճան տաքությամբ ջեռոցում եփել 17 րոպե։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք ծովախեցգետին, բանջարեղեն, նորի շերտեր, բրնձի թերթիկներ, սոյա սոուս, քունջուտի յուղ, art food, համի արվեստ եւ ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե առանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք երբ կհանդիպենք։